պատկերացրեք թրիփի հետ կապված հարց է գնում միջանցք է թե ճանապարհ, մենք ունենք դիլեմա, միջանցք է թե ճանապարհ, մենք ունեցել ենք մեծ քննարկում խմբակցությունում, մենք ասում ենք, մեկը ասում է միջանցք է, վաղը այդ ուժը դառնում է իշխող ուժ, գնում է հանդիպում է Իլհամ Ալիևի հետ եւ ասում է, որ սա ճանապարհ է, ասում են չէ, ոնց է ճանապարհ, եթե դու ամբողջ ընթացքում ներկայացրել ես որպես միջանցք, վաղը մենք, եթե այսօր մենք, հասկացաք, թե մի անգամ էլ փորձեմ ներկայացնել, եթե այսօր մենք խոսենք թրիփի մասին, ասենք, որ դա միջանցք է, վաղը իշխանության փոփոխությունից հետո մեր ուժը ստանձնելու է բանակցային դիրք, բանակցությունների ժամանակ, երբ որ մենք ասենք, չէ, սա միջանցք չէ, սա ճանապարհ է Հայաստանի սուվերեն տարածքով, մեզ դիմացի կողմը, ադրբեջանական կողմը հարց է տալու, ասելու է ձեր քաղաքական ուժը, եթե մենք մեր այս ձևով չպատասխանենք, ասել է, որ սա միջանցք է, դրա համար մենք ասում ենք, սա ճանապարհ է, որպեսզի սահմանափակենք այդ մարդկանց ամբիցիան մեր երկրի սուվերեն տարածքի վերաբերյալ, մենք գիտենք ինքը ինչ ա տվել, մենք գիտենք, որ մեր երկրից ճանապարհ ա տվել, մենք գիտենք, որ այդ ճանապարհը տվել է, որ Լաչինի այդ ճանապարհը կարար եւ Լաչինի ճանապարհի փակվելու պատճառը այս ճանապարհն է եղել, Լաչինը փակվել է, Արցախը տրվել է, դրանից հետո այս ճանապարհն էլ ա տվել այս մարդը, մենք գիտենք էդի, մենք դա երբ որ դուք Լաչինի հետ անալոգիա եք, այդ պայից սկսած դուք ոչ, սակայն մենք պետքա պատասխանատու լինենք մեր խոսույթների մեջ հիշելով, որ մենք հետագայում այս մարդկանց փոփոխությունից հետո պետքա բանակցենք թուրքերի հետ, ադրբեջանցիների հետ եւ ասենք, որ սա ճանապարհ է, տնտեսական ճանապարհ, այդ իսկ պատճառով մեր երկրի շահի համար մենք կրկնում ենք Արցախի հարցով տարածքային պահանջ չունեք, ես ունեմ, որ սահմանադրությանը հետո վերջում կարող եք շնորհակալություն կողմ քվեարկել, որովհետև այնտեղ խնդիրը հենց հիմնականում պատասխանեմ այդ հարցին էլ այս պահին Հայաստանի հասարակության այս պահին մեր հայրենիքի առաջնային խնդիրներից մեկը արցախահայության իրենց հայրենիք վերադառնալու իրավունքն է։ Մենք նախընտրական շրջանում ասել ենք, այս իրավիճակով արցախահայության իրավունքների պաշտպանությունը խնդրահարույց է այնտեղ, քանի որ չկա հողի վրա պաշտպանություն, չկա անվտանգ չեն լինելու։ Բայց մեր նպատակը, որ արցախահայերը իրենց հայրենիք վերադառնալու հնարավորություն ունենան։ Դուք 3 հարցը խնդրում եմ բոլորը թեորիապես եւ նաեւ հիմքով ես ներկայացրեցի։ Խնդրում եմ նաեւ ծանոթանալ մեր նախընտրական բոլոր ձևաչափերին եւ խոստումներին, որպեսզի դուք իմանաք, որ ամեն ինչի վրա աշխատել ենք, որ վաղը մեր երկրին որևէ վտանգ մեր խոսույթից չսպառնա։